Հիսուս մի առակ էր պատմում ժողովրդին ասելով, ասում է մի մարդ կար, որը ուներ երկու որդի, և ասում է իր փոքր որդին, մի օր որոշում է, գալիս է հոր մոտ և ասում է հայր, ինձ տուր իմ բաժին ստացվածք, այսինքն ինձ տուր իմ բաժին հարստությունը, կիսիր, տուր իմը իմ բաժինը, և հայրը որոշում է և բաժանում է իր հարստությունը երկու որդիների միջև, մեծ որդու և փոքր որդու միջև, ասում է շատ օրեր չանցած փոքր որդին վերցնում է իր բաժին հարստությունը, որ հայրը իրեն տվել է և գնում է օտար հեռու երկիր, գրված է ասում է գնում է օտար հեռու երկիր և այդ հարստությունը վատնում է անառակ կյանքի մեջ, սկսում է անառակ կյանքով ապրել, երբ ամեն ունեցվածքը սկսում է կամաց կորցնել, այդ երկրում, որտեղ որ գնացած է լինում, այնտեղ սաստիկ սով է տիրում, և որովհետև այնտեղ սով է լինում, նա սկսում է աղքատանալ, այսինքն ոչինչ չի մնում նրան հոր տված օրհնությունից, հոր տված հարստությունից, և գնում է երկրի քաղաքացիներից մեկի մոտ, ասում է խնդրում եմ քեզ, ինձ գործ կտաս, և նրան գործ են տալիս, գործը ինչ է լինում, որ իջնի, ասում է հանդումը խոզերին արածացնի, և փոքր տղան սկսում է այդ գործը անել, սկսում է խոզերին արածացնել և ցավոք սրտի, ստեղ ամենազզվելի պահը նայեք, այնքան աղքատ վիճակում է լինում, որ խոզերի կերակուրից է սկսում է կերակրվել, և հանկարծ մի օր միտք է գալիս իրան, մտածում է այս մասին, ասում է իմ հայրը շատ վարձկաններ ունի, այսինքն շատ աշխատողներ, ծառաներ ունի, և նրանց բոլորին հացով կերակրում է հայրս, ասում է, իսկ ես այստեղ ինչ, սովամահ եմ կորչում, և որոշում է, ասում է, հելնեմ գնամ հորս տուն, և նրան ասեմ այս խոսքերը, հայր, մեղք եմ գործել քո առջև, երկնքի առջև, և ասում է, կասեմ նրան, որ այլևս արժան չեմ քո որդին կոչվելու, այսինքն քոնը կոչվելու, ինձ քո վարձկանների, այսինքն քո ծառաներից մեկի նման իմ հետ վերաբերվիր, այսինքն ինձ էլ որպես ծառա ընդունիր աշխատեմ քո համար, և այսքանը մտածելով անում է դա, հելնում է և գնում է հոր մոտ, ասում է, երբ որ նա հեռվանց կանգնած էր որդին, հայրը աչքը ընկավ և տեսավ իր որդին վերադարձել է, Երբ որ տեսավ, ասում է, որդին վերադարձել է, նրա գութը շարժվեց, այսինքն խղճմտանքը, և այդ պահին վազեց ու որդու վզովը ընկավ և սկսեց համբյուրել նրան, և որդին հորը ասաց այն խոսքերը, ինչը որ որոշել էր պետք է ասի, նրան ասաց հայր, մեղք եմ գործել քո առջև և երկնքի առջև, և ապաշխարում էր, և նրան ասաց, ես այլևս արժան չեմ կոչվելու քո որդին, և այս պահին ուշադիր լսեք հոր արձագանքը որդուն, մենք շատ անգամ Աստծո ժողովուրդ մեր խնդիրը գիտեք որն է, մենք թերագնահատում ենք Աստծո սերը, թերագնահատում ենք Աստծո ողորմության աստիճանը, մենք աստիճաններ ենք դնում, եթե ես մեղքը գործեմ, այլևս էլ հայրը մեր հետ գործ չունի, Աստծո սերը և ողորմությունը Աստծո խոսքը ասում է անսահման է, չունի սահման, և այստեղ հայրը արձագանքում է որդուն ասելով այս խոսքերը, ուրեմն մի պահ ուզում եմ պատկերացնեք, հայրը տվել է իր բաժին ժառանգությունը իրեն, առել է, գնացել է և անառակ կյանքի մեջ վատնել է, չունի այլևս ոչ մի բան, աղքատացած ետ է վերադարձել, սովորական մի բան, եթե մենք ծնողներս ենք, գոնե մի հատ ամոթան կտանք, չէ, կասենք, չես ամանչում, ինչի դու այդպես իմ տարիների աշխատածը, որ քո համար էի պատրաստել, ինչու դու այդպես տարար ու վատնեցիր այն էլ ինչի վրա, անառակ կյանքի վրա, բայց հոր արձագանքը ինձ ապշեցնում է, իսկապես ես ցնծում եմ նրա սիրով, ապրում եմ նրա սիրով, որովհետև ես գիտեմ այդ անառակ որդու կերպարը նաև մենք ենք շատ անգամ նույն կերպ վարվում մեր հոր հետ, առնում ենք հորից օրհնություն ու տանում վատնում ենք, բայց նայեք ոնց է արձագանքում, ասում է, հենց որդուն տեսավ, վազեց ու վիզը ընկավ ու սկսեց համբյուրել,
հրամայում է ծառաներին ասելով առաջի պատմուճանը հանեք նրա վրայից, այսինքն այն պատմուճանը, այն շորը, որ հագել էր կեղտոտը, հանեք այդ կեղտոտ պատմուճանը եւ նորը հագցրեք նրան, եւ ծառաներին հրամայում է ասելով մատանին բերեք ու դրեք նրա մատին, բերեք ու կոշիկները հագցրեք նրան, եւ ասում է գնացեք մսացու եզը մորթեք, այսօր ապարելու ենք ու քեֆ ենք անելու, որովհետև ասում է այսին որդին մեռած էր, կենթանացավ, կորած էր, գտնվեցավ եւ սկսում են զվարճանալ ու քեֆ անել։ Այսօրվա քարոզի վերնագիրը մի պահ այս պատմության մեջ, առակի մեջ այստեղ կանգ կառնեմ, վերնագիրը կտամ, հետո կշարունակեմ։ Այսօրվա քարոզի վերնագիրը, որ Սուրբ Հոգին դրեց սրտումս, ներիր առանց մեղադրանքի։ Ներիր առանց մեղադրանքի, Աստծո ժողովուրդ, Առակաս 17:9 համարը ասում է հանցանքը ծածկողը բարեկամություն ուզող է, այսինքն երբ որ դու մեկին ներում ես եւ այլևս երեսով չես տալի, չես մատնացույց անում, չես հիշեցնում, դու բարեկամություն ես փնտրում այդ անձի հետ, բայց շարունակությունը, ասում է, բայց խոսքը կրկնողը, այսինքն երեսով տվողը, մեղադրողը բարեկամներին կբաժանի, այսինքն դու թշնամություն, կասես ներել եմ, ձևական, այն կրոնական կերպարը կհակնես, ներել եմ, բայց բարեկամություն չկա այլևս այդտեղ, բաժանում եկավ այդտեղ, որտեղ դու նրա մեղքերը դարձյալ հիշում ես, այստեղ կան այտենց մեղավորներ, ժողովուրդ բոլորս ենք դրա մեջ, ժամանակ առ ժամանակ լավ էլ երեսով ենք տալի, ամեն, մեկնաբանեմ առակը, Հիսուսի պատմած այս առակը բացահայտ խոսում է հայր եւ որդի հարաբերության մասին, այսինքն այսօր եկեղեցու հետ ինչու է դա խոսում է հայր Աստված եւ մեր ժողովրդի իր զավակների հարաբերության մասին, երբ հայրը իր որդուն տեսավ առանց մեղադրելու նրան ինչ արեց, ներեց, սեր ցուցաբերեց եւ ապահովություն առաջարկեց, ինչ արեց նրան հագցրեց, նրան պատրաստեց, որ նորից իր որդին կոչվի, ամեն, այսինքն նրան նոր հանդերձ հագցրեց, մատանի դրեց նրա մատը, կոշիկներ հագցրեց, այս ամենը խորհրդանշում է Աստծո ժողովուրդ ջան, ես հիմա այս առակը պատմեմ, բայց դու առես առակը քո Աստծո հարաբերության մասին, ամեն, այս ամենը խորհրդանշում է որդու անհապաղ եւ լիակատար վերականգնումը, լիարժեք կարգավիճակի արժանապատվությունը, այսինքն դուք նայեք ինչ պատիվ է Աստված տալիս այն որդուն, որ խայտառակել է իր անունը, ոչ թե նա մեղքն է արդարացնում, մեղքը արդարացնել չի կարելի, որտեղ մեղքը վերջ թե ուշ մահ է ծնում, բայց մեղավորի հանդեպ նրա արձագանքը դա է կարևորը, որ մեղավորինն է նա արդարացնում, ամեն, թույլ տվեք բացատրեմ այդ 3 կետը ամենակարևոր բաները, հանդերձը, մատանին եւ կոշիկները, ինչ են նրանք խորհրդանշում, կխնդրեմ ուշադիր լսեք եւ բռնեք այս խոսքերը, հանդերձը, երբ որ ասած հանեք նրա հանդերձը եւ նոր հանդերձ հագցրեք նրան, հանդերձը խորհրդանշում է պատվի եւ կարգավիճակի վերականգնումը, հայրը նոր հանդերձ հագցրեց որդուն, ծածկեց ինչը, Երբ որ հինը հանեց այդ կեղտոտ, այդ նույն հագուստով մենք ենք չէ եկել մեր հին անձերը, կեղտոտ, այնտեղ ամեն տեսակ մեղք կար մեր վրա եւ հայրը հանեց ու հագցրեց նորը, նորը ինչի մասին է խորհուրդը, այդ նոր հանդերձը ծածկում է մեր ամոթը, ծածկում է մեր աղքատությունը, ծածկում է մեր կեղտոտությունը, մեր ով լինելը անցյալում Շատերը մեզ հիշում են, թե ով ենք եղել անցյալում, մարդիկ միշտ մատնացույց են անում մեղքերդ, բայց ոչ Աստված այլևս քեզ չի հիշում քո հին ով լինելով, որտեղ նա քեզ նոր հանդերձ է հագցրել, ամեն, առանց բարձրաձայնելու, մատնանշելու ու խայտառակելու հայրը նրան ներեց ու հագցրեց նոր հանդերձ, եւ հանդերձը հենց այդ մասին է, գիտեք հրյաների համար ընդհանրապես հրյաների համար խոզանոցում աշխատելը մի տեսակ անպատիվ գործ էր, դուք գիտեք, որ հրյաները ատում են խոզը, ընդհանրապես
իրենք չեն էլ ուտում խոս, որտեղ անպատիվ կերպար է դա հրյաների համար։ Եվ պատկերացնում եք, այս հրյա մարդը խոզանոցում էր աշխատում եւ նրանց կերակուրից է կերակրվում էր, որքան անպատիվ կյանք է ապրել նա, որ հայրը ուղակի կարող էր երեսը թեքել եւ արհամարել նրան, բայց ոչ։ Հայրը վազեց ու վիզը ընկավ, համբյուրեց նրան, ոչ թե համբյուրեց ասելով տղես լավ ես տարել, տղա ես, ոնց ուզել ես ապրել ես, հա։ Պարզապես այնքան սեր կար իր մեջ, որ երբ որ տեսավ որդու մեջ զղջում, ապաշխարություն, ձրիաբար նա տվեց ներում, եւ ոչ միայն ներում, սեր եւ ապահովություն, ամեն, հայրը նրան բարձր որակի հագուստ հագցրեց, նրա պատիվը վերականգնեց, որ այլևս իմ որդուն չհիշեք իր անցյալով, թե ոնց է որդիս ապրել, այսուհետև իմ որդին ա կոչվում եւ նա սուրբ հագուստ ա հագած, ամեն, պատիվ հագցրեց որդուն հրապարակորեն ծածկելով նրա ամոթը, նրա խայտառակ ապրած կյանքը։ Առաջի Պետրոս 4:8 համարը մեզ ասում է եւ շատերս են կրկնում, բայց ափսոս ցավոք սրտի ոչ բոլորը ապրում։ Աստծո խոսքն ասում է սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Եթե ես նստեմ համեմատական ինձ ու քեզ իրար առջև որոշենք, որ մեկս ենք ավելի արդար կյանք ապրում, այն մարդը, ով որ համեմատական ստուգում ինքը ավելի արդար ապրում, քան դիմացինը, խոստանում եմ ձեզ ավելի կեղտոտ կյանք ապրում։ Որովհետև իրականում ճշմարիտ արդար կյանք ապրող մարդը երբեք դիմացինին չի քարկոծում, այո, սիրով, հեզությամբ, խոնարհությամբ նրան այդ ճանապարհից հետաքաշում, բայց չի խայտառակում ու չի բարձրաձայնում այն, ամեն, հոր այս քայլը, այս սիրո քայլը, խորհրդանշում է Քրիստոս Հիսուսի արդարության զգեստը, որ այսօր յուրաքանչյուրս հագել ենք, գալով Հիսուսին, հայրը հագցրեց մեզ Հիսուսի այդ սուրբ հանդերձը, որն է դա իր այրունը, այսօր յուրաքանչյուրիս, որ հայրը նայում է, մենք մեր գործերով չենք կարող արդարանալ Աստծո առջև, միակ ձևը, որ Աստված մեզ լսում է մեր աղոթքները, միակ ձևը, որ մենք կարող ենք նրան աղոթել, միակ կերպը, որ մենք կարող ենք նրա առջև գալ, եթե մենք Հիսուսի այրունն ենք կրում մեր վրա, այսինքն այդ սուրբ կատարյալ արդար հագուստն ենք հագել, Հիսուսի այրունը, ամեն։ Մատանին խորհրդանշում է իշխանության վերականգնում։ Գիտեք, որդին լքելով իր ընտանիքը, կորցրել էր իր իշխանությունը։ Երբ որ որդիդ իչքան է քո որդին, հա, եթե իմ տան մեջ է, հիմա ես որդիներ ունեմ, հա, իրանք քանի դեռ իմ տան մեջ են, իմ իշխանության տակ են, իրանք պատիվ ունեն։ Հասկանում եք ինչ եմ ասում, բայց երբ որ իրանք լքում են ծնողը, տունը, ընտանիքը եւ գնում են, իրանք դառնում են թշնամու ծառան։ Այս դուք հասկացեք հոգևոր առումով ինչ եմ փորձում ասեմ, իրանք թողելով աստվածային ծածկոցը, հա, Աստծո ծածկոցը, գնալով աշխարհ, մտնում են հետ սատանայի ծածկոցի տակ, որտեղ խոստանում եմ ձեզ, նա իսկապես վարպետ է խայտառակելու մեջ, վարպետ է քեզի ոչնչացնելու մեջ, դրա համար ես միշտ ասում եմ բոլոր նրանք, որ եկել եք Աստծուն, մնացեք Աստծո հետ, մնացեք նրա ծածկոցի տակ, մնացեք նրա մարմնին, այսինքն եկեղեցու մասնիկը, տնկված նրա վրա ճյուղեր եղեք, որ ամեն ժամանակ պտուղ կտակ Քրիստոսով, ամեն, եւ այստեղ որդին լքելով ընտանիքը կորցրել էր իր իշխանությունը, կորցրել էր իր ինքնությունը, իր ով լինելն էր կորցրել, հա, հագել էր ծառայի կերպարը, Աստված ուզում է իր զավակները ծառալն երբեք, ծառան չգիտի իր տերը ինչա որոշում, բայց զավակը գիտի, ես կամ Արմանը, եթե մի բան որոշում ենք, անենք մեր որդիները գիտեն, մենք իրանց հետ կիսվում ենք, իրանք ամեն բանից տեղյակ են, ինչու որտեղ մեր որդիներն են, որովհետև արժանացրել ենք իրանց այդ պատվին, ամեն, բայց ծառային ես չեմ գնաս, օրինակ իմ տունը լվացողին ես չեմ գնաս իմ նպատակները ու իմ որոշումները կամ իմ որևէ, ինչ եմ փորձում ասեմ,
այս անառակ որդին կորցրել էր այդ պատիվը, որդի կոչվելու, որդի լինելու տան մեջ, հա։ Հայրը նրան մատանի հագցնելով վերականգնեց նրա իշխանությունը եւ վստահությունը ընտանիքում։ Ոչ թե այլևս ծառայի կերպար, այլ որդու կերպար։ Որդին աշխատում է, ծառայում է, չէ՞ ծնողին։ Հիմա այն որդիները աշխատում, ծառայում են ծնողներին։ Դա չի նշանակում իրանք ծառայեն։ Պարզապես իրանք ծառայում են, աշխատում են, բայց իրանց ինքնությունը որդի է։ Իրանց ով լինելը որդի է։ Կարա եկեղեցին ասի ամեն, ժողովուրդն են սառած եք ինձ նայում, մի տեսակ ասում եմ կարող եմ մի բան սխալ եմ խոսում, մի հատ արձագանք եք, այո եւ ամեն։ Կոշիկները խորհրդանշում են որդության եւ ազատության վերականգնումը։ Ազատության վերականգնումը։ Այդ մշակույթում հերյաների մոտ այդ ժամանակ ծառաները, ստրուկները ընդհանրապես ոտաբոբիկ էին, կոշիկներ չունեին, իրանք աշխատում էին, բայց կոշիկ չունեին։ Ստեղ ուշադիր նայեք։ Հայրը լիարժեք որդու կերպարը վերականգնեց, ազատելով նրան այդ ստրկության կերպարից, այսինքն նրան հագցնելով կոշիկներ ու ասելով սա իմ որդին է, ինքը ոչ ստրուկ է, ոչ ծառա է, սա իմ որդին է, իմ ընտանիքում նա ունի լիարժեք իշխանություն։ Դուք տեսնում եք Աստծո ողորմությունը։ Գիտեք, յուրաքանչյուրդ այսօր որ եկել եք Աստծո տուն, որ եկել եք Քրիստոսի մարմնին եք կպել, դուք գիտեք այս ինչ հիմա լսեցիք, այս նույնը արել է Աստված ձեզ հետ։ Յուրաքանչյուրդ այսօր Աստծո աչքին որդիներ եք եւ ոչ թե ստրուկներ կամ ծառաներ, որդիներ եք նրա աչքին, այո կծառայենք, այո ստրուկի նման է կծառայենք մեր հորը, բայց մեր ինքնությունը, մեր անունը, մենք կրում ենք որդի անունը Քրիստոսի մեջ։ Նա որդեգրեց մեզ հենց ստրկությունից, ինչպես Իսրայել ժողովրդին։ Այսօր մենք էլ որդեգրվել ենք Հիսուսով, ամեն, նրա այրունով սրբվել ու արդարացել ենք։ Եվ եկեղեցին ասում է այո եւ ամեն։ Հագուստը, մատանի կոշիկը կատարյալ դրսևորում է Աստծո անվերապահ սիրո եւ շնորհքի շռայլ դրսևորումը։ Ձրի առանց պայմանի, առանց մի բան անելու, պարզապես տվել է մեզ։ Ստեղ կա մեկը, որ ինչ-որ մի բան արել է, որ արժանանա Աստծո սիրուն կամ նրա շնորհքին։ Ոչ ոքս ոչինչ չենք արել։ Եթե մի բան էլ արել ենք, որ չարժանանանք։ Բայց Աստծո շնորհքը այնքան մեծ է։ Շատերը այսօր թերագնահատում են այդ սերն ու շնորհքը։ Դրա համար լինելով եկեղեցում դեռ դիպրեսիաների մեջ են ապրում։ Եկեղեցու Աստծո զավակը, մարմինը իրավունք չունի նույնիսկ իմանա ինչա դիպրեսիան։ Որովհետև դա մերը չի։ Դա մեր մեջ չի կարող բնակվել, որտեղ որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատություն է, այնտեղ բժշկություն, այնտեղ ուրախություն է, սեր է, խնջույք է, որովհետև հայրը ինչ արեց, խնջույք արեց իր որդու հետ։ Այսօր մեր ներսը պիտի լինի այդ խնջույքը, մենք պիտի ուրախանանք նրանով, ամեն, ամեն ժամանակ ուրախ պետք է լինենք, ձեր այդ մռայլ դեմքերը փոխեք, ու Տիրոջ շնորհքը թող գա ու ձեզ ուրախացնի, թող լցնի ձեզ խաղաղությամբ, որովհետև Աստծո մարդը իրավունք չունի նույնիսկ նեղության մեջ տխուր լինի։ Քիչ առաջ Ջեյմսը մի հատ գեղեցիկ խոսք ասեց, չգիտեմ որքանով հասկացաք, լսեցիք։ Երեխան ասեց, շնորհակալ ենք, որ մեզ պատիվ ես տվել քո հալածանքներին մասնակից լինենք։ Եթե Հիսուսի անվան համար քեզ կծաղրեն կամ կասեն, «Էս էլ հավատացյալ դարձավ», ուրախացիր, ուրեմն դու լույս ես կրում քո վրա, որովհետև Աստծո զավակներին ծաղրողը միայն խավարի ժողովուրդն են։ Աստծո զավակը Աստծո զավակին չի ծաղրում։ Ոնց որ ասեմ, ես իմ որդուն ծաղրեմ, մի տեսակ Աստծո զավակին չի ծաղրում, այլ հակառակը, երբ որ դու գիտես մեկը Քրիստոսի հետ քայլում է, կապ չունի, որ եկեղեցին է գնում, կապ չունի տարած, Քրիստոսի մարմնից է նա, ուզում է աշխարհի մույս ծայրը լինի, բայց որ գիտես Քրիստոսինն է,
քո համար նա թանկ անձա, քո համար, գիտեք, սենց եկեք բացատրեմ, որ ավելի պարզ լինի Աստծո ժողովուրդ, մարմնիդ մեջ կա լիքը անդամներ, հա, ճկուտդ, ոտդ, հա, գլուխդ, սիրտդ, ինչ ասեմ, բերանդ, քիթդ, հա, որ մասը ցավա, դու ցավը զգալու ես, որովհետև մարմինը տա մեկ այնքը, տարբեր անդամներ, բայց մեկ այնքը, կա ստեղ մեկը, որ իրա ձեռքը ջարդում է, այնքը բանի տեղ չի դնում այդ ձեռքին, պարզապես ինքը էլի ուրախ ապրում է, խենթություն ասա, չի կարող նման բան լինել, Քրիստոսի մարմնի մեջ մեկը ցաված դու ցավում ես, մեկը ընկավ դու արդեն ինքդ արդեն այդ ցավը ապրում ես նրա հետ, մարմինը սա է, գիտեմ աշխարհի համար սա խենթություն է թվում, մանավանդ այս վերջի չար ժամանակներում, երբ որ սովորեցնում են մարդկանց ինքնասեր, ինքնահավան, ինքնակոչ, ինքդ քո վրա կենտրոնացի, քո համար լավնի, who cares ում ինչ կլինի, չէ Արտուր ջան, no, Աստված այդպես չի, անցած օրը մի բան ասեցի, դրա համար է ծիծաղում, չորեքշաբթի օրը ծառայության մեջ ասեցի, Արտուր ջան, ինչ որոշում կայացնես, սխալվես, ընկնես, տկարանաս, քո կողքը տենք, որտեվ քեզ անսահման սիրով սիրում ենք, որտեվ Քրիստոսի սերն է մեր մեջ քո նկատմամբ, եւ այդ սերը աշխարհը չի հասկանա, ինչու, որտեվ աշխարհը կարծում է, էսի նորմալ չէ, էլի ոնց կարաննեց։ Ես ձեզ բան եմ ասում, Քրիստոսի մեջ քայլողները իրար անսահման սիրով, ամենակարևորը սուրբ սիրով կսիրեն։ Պողոս Առաքյալը, երբ որ նամակ էր գրում սուրբերին, ասում էր սուրբ համբյուր եմ ուղարկում ձեզ, այնտեղ կային կանայք եւ տղամարդիկ կարող են մտածեն, ասեն Պողոս Առաքյալը կանանց խի համբյուր ուղարկում, հա, կարանենց խորանան, լսեք, որովհետեւ այս աշխարհը այնքան պիղծ է ու այնքան պղծություն է մեր մեջ մցրել, ոչ մի բան էս աչքերը չեն կարողանում մաքուր տեսնեն, ամեն բանի մեջ փնտրում ենք մի բան, որը տգեղ է, որը թշնամուց է, որը պիղծ է, բայց ձեզ խոստանում եմ, Աստծունը միշտ բացահայտ է, պարզ է, թափանցիկ է եւ դրանը միշտ բժշկություն ու ազատագրում կբերի մարդու մեջ, ամեն։ Այս պատմությունը առակը, որ պատմեցի, այսպես չավարտվեց, ունի դեռ շարունակություն, ուշադիր լսեք շարունակությունը։ Այս պատմության մեջ կար մեկը, որը մատնացույց էր անում եւ մեղադրում էր այդ անառակ որդուն, որ վերադարձել էր, եւ գիտեք դա ով էր, իր ավակ եղբայրը, իր մեծ եղբայրը, Աստծո ժողովուրդ, ինչն էր պատճառը, որ նա խայտառակ էր անում եղբորը, ուշադիր լսեք ինչ կատարվեց, շարունակում եմ պատմությունը առակը, երբ ավակ որդին ասմահանդից աշխատելուց հետ վերադարձավ, ասմա հենց հասավ տան մոտերներ արդեն, լսեց խնջույքի ձայն, ուրախություն, պար, խնդություն, եւ այդ պահին ասմա ծառաներից մեկին կանչեց եւ ասաց, «Էս ինչ պարի, երգի, քեֆի ձայներ ա գալի մեր տնից»։ Եվ ծառան նրան ասաց փոքր եղբայրդ վերադարձել է, եւ հայրդ ասմա հրամայեց մեզ ասաց, որ մսացու այդ եզը մորթենք ու քեֆ են անում, հիմա տան մեջ քեֆ են անում նրանք, Աստծո ժողովուրդ այնքան սարսափելի է, ասմա երբ աղբերը մեծ եղբայրը լսեց սա, բարկացավ, նրա մեջ բարկություն եկավ, որ ինչի համար է քեֆ անում դրա համար, որ էդի անարժան եղբայր էր ինձ։ Եվ ասմա չեր ուզում ներս մտներ, բայց հայրը դուրս եկավ եւ իրեն համոզում էր, որ ներս մտիր։ Լսեք ուշադիր ավակ որդու խոսքերը։ Խնդրում եմ, շատ հավատացյալներ, շատ Հիսուսին հետևողներ այսօր այս խոսքերի մեջ են ապրում։ Ցավոք սրտի եմ ասում, բայց ապրում են, լսեք։ Ասմա երբ որ նա հոր հետ սկսեց խոսալ, այս խոսքերը ասաց. այսքան տարիներ քեզ ծառայել եմ եւ քո պատվերներից երբեք դուրս չեմ եկել, այսինքն ինչ ասել ես արել եմ քո համար, ծառայել եմ քեզ խոնարհաբար, մի օր չեղավ ասма, որ դու ինձ մի հատ ուլ տայր, ասեիր տար մորթի եւ բարեկամներիդ հետ քեֆ արա, բայց այն անառակ որդիդ ինձ հետ եք, բայց այն անառակ որդիդ, որ քո հարստությունը վատնեց, անունդ խայտառակեց եւ ամեն տեսակ պղծություն թույլ տվեց, ապրեց, դու նրան ես ես մորթում, քեֆ ես անում, ուրախություն ու պարում ես, մեղադրանքները լսեք,
Շարունակեմ մի հատ ինչ ասում ստեղ։ Ասում է, իսկ երբ որ այդ քո որդին եկավ, սա խոսում է փոքր որդու համար, որը քո ասում է ունեցվածքը, որ տվել էր իրան, վստահել էր իրան, տարել էր եւ պոռնիկների հետ էր կերել ու խմել, ասում է, երեսով է տալու, նրա համար քեֆ ես կազմակերպում։ Աստծո ժողովուրդ, հայրը նրան պատասխանեց այս խոսքերով, ասաց տղաս, որդիս, ասաց դու ամեն ժամանակ ինձ հետ ես եւ այն ինչ որ ես ունեմ քոնը տա, բայց դու պետք է ուրախանաս եւ խնդաս եւ այսօր Տերը մեզ է նաեւ ասում։ Մենք երբեք չպետք է մտածենք, որ ախր այդ մեկը ոնց կարա է եկեղեցի գա, դա անառակ, պղծված մեկն է, ոնց կարա այդ մարդը եկեղեցի գա։ Աստված այստեղ հանդիմանում է, ինչպես հայրը հանդիմանեց որդուն, ասաց դու պետք է ուրախանաս ու խնդաս ու քեֆ անես, որ քո եղբայրը անառակ կյանքը թողել ու վերադարձել է, որը կորած էր գտնվեցավ, որը մեռած էր կենթանացավ։ Հարցում, ինչը ստիպեց աղբոր եղբորը, կներեք, ինչը ստիպեց ավագ եղբորը, որ մեղադրի իր փոքր եղբորը։ Ստեղ ուշադիր լսեք, որտեղ հենց ստեղա որ հոգևորները ընկնում են, հենց ստեղա որ շատ հավատացյալներ տեղում չեն։ Ասում եմ, նայեք, տարբեր պատճառաբանություններ կար։ Կարա լինի նախանձը, կարա լինի ատելությունը, տարբեր պատճառաբանություններ կարա լինի, որ հորը անարգեց, հա, բայց ես ուզում եմ շեշտը դնեմ մեկ կարևոր վիճակի վրա, որը որ այսօր այստեղ շատերն են գտնվում։ Self-righteousness, որը որ ինքնա արդարությունն է, երբ որ դու քեզ կատարյալ ես տենում, սա ամենազզվելի, ամենաահավոր, վտանգավոր տեղն է հոգևորի համար։ Երբ որ դու քո գործերով, ինչպես եղբայրն էր արդարանում հոր առջև, չէ որ ես քեզ լսել եմ, քո համար աշխատել եմ, քո համար գործ եմ արել, քեզ հավատարիմ եմ մնացել։ Հիմա ես որ ծառայում եմ Աստծուն, որպես John 3:16 եկեղեցու pastor, հա, ես կանգնեմ Աստծո առաջ ու գլուխ գովամ, որ քեզ ծառայել եմ, մարդկանց հասել եմ, հիվանդանոցներ բազել եմ, աղոթել եմ, հա, Աստված ասում է նման մարդիկ, որ կկանգնեն ու իրանց գործերով կուզեն արդարանալ, կասեն Տերը ասելու է ես ձեզ չեմ ճանաչում։ Ուզում ես 60 տարվա հոգևոր եղի, ուզում ես 50 տարվա հոգևոր եղի, ով ուզում ես եղի։ Եթե դու քո գործերով ես ուզելու արդարանաս, դու Աստծո առջև արդեն մեղավոր ես, որովհետև միակ տեղը, որ մենք երկնքում կարանք Հիսուսի առջև արդարանանք, ցնծանք, ուրախանանք իր գործերով։ Դու արեցիր Տեր եւ փառքը քոնն է։ Ամեն։ Նա զայրացավ, այսինքն մեծ եղբայրը, որովհետև իր տարիների հնազանդ լինելը, քրտնաջան աշխատանքը մտածեց աննկատ է անցել, ոչ, աննկատ չէր անցել, հայրը կրկնեց, չէ, ասաց տղաս, դու արդեն իմն էիր, ինչ ունեի քոնն էր, ուրախացի, որ կորածն է եկել, ուրախացի, որ մեռածն է կենթանացել, ամեն, նրա մեղադրանքը երբ որ, նրա մեղադրանքը կներեք, բխեց իր ինքնագոհ, իր սեփական բաստակած արդարությունից, ոչ ոք իր սեփական արդարությունով երկինք չի հելնելու, բազումս անգամ ասել եմ, դարձյալ ասում եմ ու խնդրում եմ ուշադիր լինեք, աղքատներին փող կտաս, կարիքավորներին կօգնես, կկերակրես, կվազես, տունդ կտանես, կպահես, ինչ ուզում ես արա, երկինք չես հելնելու դրանցով։ Այնքան մարդ կա, որ ես ճանաչում եմ աստվածապաշտ չեն, հաճախորդներ ունեմ, ովքեր որ մուսուլման են, հա, քրիստոնյա չեն, բայց այս մարդիկ այնքան բարեգործական բաներ են անում, չեք պատկերացնի ինչքան լավություններ են մարդկանց անում, երկինք են գնալու, ոչ, ինչու, որտեղ մեր երկինք հելնելու բանալին խաչն է, Քրիստոս Հիսուսի խաչը, նրա գործը, ինչ արեց նա մեր համար, դա է կարևորը, ոչ թե մենք ինչ ենք արել նրա համար, մենք ոչինչ էլ չենք արել նրա համար, այնքան վտանգավոր է, որ ինքդ քեզ արդար ես տեսնում, արդար Աստված ներում է առանց մեղադրելու, բայց մեղավոր մարդը
ներում է մատնացույց անելով եւ մեղադրելով։ Տեսնում ենք հայրը ներեց առանց մեղադրելու, որ ամբողջ իշխանությունը իրանն էր, բայց մարդը, որը եղբայրն էր, որը եկեղեցու կերպարն է, լավ ներում է, բայց իրականում ներում չէր դա, մատնացույց էր անում, գնացել էր պոռնիկների հետ էր իր հարստությունը վատնում, գնացել էր էսեր անում, դրա համար Աստված ատում է այս կարգավիճակը։ Ուշադիր նայեք Կողոսացիս 3:12 համարը ինչ ասում։ Ուրեմն հագեք, սա մեզ է ասում, հագեք ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր եւ սիրելիներ, ողորմասիրտ, գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով եւ իրար ներելով։ Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այստեղ են սովորացնում, Քրիստոսը մեզ ոնց ներեց։ Հովանու 3:16 եկավ, չդատեց ու ներեց։ Այսինքն դուք պատկերացնում եք մի պահ, ժողովուրդ, ամեն մեկը ձեր վրա առեք, պատկերացնում եք գայիք եկեղեցի, ու Աստված ձեզ ասե դե գնա առջև, ու հիմա խոստովանի քո մեղքերը։ Լրիվ մեղքերդ խայտարակեր ամբողջի առջև, հետո նոր ներում էիր ստանալու։ Ոչ մեկս առաջ չէինք գա, ոչ ոք առաջ չէր գա, խոստանում եմ ձեզ։ Չկա այստեղ մի մարդ, որ ասի լավ իմ մեղքը մի քիչ նուրբ է, ես կեթայի առաջ, չկա նման բան։ Եթե դու նույնիսկ Հիսուս նայեք ինչքան խորը տարավ, ավելի բարդացեց, ասում է եթե դու նույնիսկ ես տենում ես կատարյալ սուրբ, հա, ոչ մի մեղք չգործած, ասում է եթե մտքումդ նույնիսկ մեկին ցանկանաս, դու արդեն մեղք ես գործել, դու արդեն շնացել ես։ Այսինքն չկա մեկը, որ իրան կատարյալ ու արդար տենա, որովհետև եթե դու ստեղ կանգնես մեղքերդ ասես, բայց մտածածդ չասես, մտածածդ բա որ հանի մեջտեղ Հիսուս խայտարակ է սննելու։ Դրա համար ստեղ հասկանում ենք, ասում է, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այսինքն առանց խայտարակելու, առանց մեղադրելու, առանց հիշեցնելու, առանց մատնացույց անելու, ամեն։ Այսպես էլ ասում է դուք իրար ներեք եւ այս ամենի վրա հագեք սերը։ Ամեն ինչի ավարտը, ամեն ինչի լրացումը, ամեն ինչի այն ամբողջացնողը սերն է։ Եթե մենք սիրո մեջ ենք քայլում, մենք օրենքը կատարել ենք։ Երկինք ենք ելնում եւ Տերը մեզ ճանաչում է, որովհետեւ իր սերը, ագապե սերը մեր մեջ բնակվում է։ Այդ սերը պայմանավորված չի։ Եթե իմ հետ լավն ես, քեզ կսիրեմ։ No։ Ինչքան իմ հետ վատն ես, ես քեզ սիրելու եմ։ Ինչու՞, որովհետեւ ագապե սերը Քրիստոս իմ մեջ է բնակվում։ Ամեն։ Եփեսացիներում Պողոս առաքյալը 4:32 ասում է եւ իրար հետ քաղցր եղեք։ Այո, քաղցր եղեք։ Գթած, այսինքն ամեն ժամանակ իրար ներելով, իրար համար, եթե կողքինդ կարիքի մեջ է, մի հրապարակի մի հատ էլ սայնար ու քայլի, ես սրա վերջերս Instagram-ով նայում էի, շատ ավելի ճիշտ վերջերս չէ, շատ եմ նայել անցյալում էլ, երբ որ զինվորներին օգնում էին, որոնցից մեկը հենց իմ հաճախորդներ, որ էլ չի, որովհետև արգելել եմ գա, Ռոզիենք տեղյակ են, գիտեն արգելել եմ, ինչու, որովհետև մտել էր մի տուն, աղքատության մեջ ապրող մի ընտանիքի նկարում էր, հա, ու չգիտեմ, սելֆի էր արել ու ցույց էր տալի նրանց ապրելակերպը, այնքան ահավոր վիճակում էին, ու այդ ինքը նկարել էր, որ ինքը բարեգործական գործ անում, եւ ես դա բարձրաձայնեցի, ասացի ինչու ես նկարել դա դրել Instagram-ի վրա, չէ որ մեղք են, այնտեղ տղա կա, վերջապես չափահաս տարիքում է, ամոթ է, չէ որ թեկուզ տեսնեն, social media-ում գնում է հազարավոր ժողովուրդ եւ նա ինձ պատասխանեց, որ ես դա անում եմ, որ մարդկանց սրտերին կպնի եւ մարդիկ օգնեն, Հիսուսի ժամանակ social media չկար, երբ որ մարդիկ իրանց ունեցվածքը ծախում եւ օգնում էին կարիքավորներին։ Հիսուսի ժամանակ այս կապիկությունները չկար։ Եթե դու լավություն ես ուզում անես, ծածուկում արա։ Նույնիսկ քո այս ձեռքդ ասма չիմանա մույս ձեռքդ ինչ է անում, արգելք է դա։ Եվ դրա համար այդ իսկ պատճառով, երբ որ պատերազմ էր Հայաստանում եւ այստեղ եկեղեցին բոլորը միաբանվեցին, մեծ քանակով գումար, որ պետք է օգնենք, եւ այնտեղից ուղարկեցին մեզ, սա ինչու եմ ասում, որպեսզի հասկանաք խորհուրդը, այնտեղից մեզ վիդեոներ ուղարկեցին, շատ հովիվներ եւ մեծ մարդիկ, որ նկարահանել էին, որ John 3:16 անմիջապես ասեցի ջնջեք դա։
նույնիսկ թող եկեղեցին է չտենա հպարտանա, որ ինչ-որ մի բան է լավ արել, ջնջեք դա, մաքրեք մեջտեղից դա, եթե մենք մի բան անելու ենք, պարզապես անում ենք, որովհետև Հիսուս պատվիրել է անենք, ասաց, եթե բացահայտ անես, քո վարձքդ մարդկանցից կառնես, երկնքից չսպասես օրհնություն, բայց եթե ծածուկում անես, մարդիկ չիմանան դու ինչ լավություններ ես անում մարդկանց, հա, այն ժամանակ դու մեծ վարձք ունես երկնքից, Աստված, եթե ոչ քո երեխաների դեմն է բերելու, օրհնվելու են քո սերունդները, որովհետև դու Հիսուսի կամքը ծածուկում արեցիր, ամեն։ Ինչպես նա մեզ ներեց, Հիսուս, առանց մեղադրելու, առանց անցյալը հիշեցնելու, առանց ամանչացնելու ու խայտառակելու։ Գիտեք, մեկը կար Աստվածաշնչում, որ որպես մարդ ինքը այդ ձևել ապրեց։ Սա առակչի իրական պատմություն է պատմում, որը Հովսեփն էր։ Գիտեք, Հովսեփը 17 տարեկան երեխա էր, երիտասարդ տղա էր, եւ նա, որովհետև հայրը նրան մի քիչ շատ էր սիրում, փոքր տղաներ էր տալի, իրան վերարկու էր տալի նվեր, եղբայրները չարությամբ ու նախանձով սկսեցին լցվել իրենց եղբոր նկատմամբ։ Եվ մի օր էլ Հովսեփը կանգնեց, մի անգամ չէ, երկու անգամ երազ պատմեց, ասես տեսել եմ երազումս, որ մի օր է գալու, որ դուք բոլորը ցենց խոնարհվելու եք, երկրպագելու եք ինձ։ Էս էլ որ լսեցին են, որ կրակի վրա բենզին լցա, լրիվ կատաղեցին եղբայրները ու ասացին, որոշեցին սրան սպանում ենք։ Այո, իրենց հարազատ եղբորը սպանում ենք սրան, մեջտեղից հանում ենք։ Եվ երբ որ որոշեցին սպանեն, եղբայրներից մեկը Ռուբենը, ինչքան հիշում եմ, Ռուբենը ասաց՝ մի սպանեք, եկեք իրան գցենք գուբը, այսինքն մի փոսի մեջ, գցեցին այդ փոսի մեջ, ոչ ջուր էին տալիս, ոչ կերակուր, եւ նրան վաճառեցին ստրկության։ Եգիպտոսում նա ստրուկ ծախվեց։ Դուք պատկերացեք, 17 տարեկան երիտասարդ երեխա գնում է մի երկիր, որտեղ իրան աղբերները, իր հարազատ արունակից եղբայրները իրան ստրուկ են վաճառել եւ չգիտի իր հետ ինչ էր ալնելու։ Բազում փորձություններով անցավ Հովսեփը։ Գիտենք, որտեղ որ աշխատում էր, դրակինը փորձեց գայթակեցնի վրան, շար հանեց, բանտ գցեց եւ տարբեր տեսակի բաներով անցավ, դժվար օրերով անցավ, բայց ուշադիր լսեք, ամենագեղեցիկ պահես պատմության մեջ, ասում է ամեն ժամանակ Հովսեփը գիտեր, որ Աստված իր հետ է։ Գիտեք, երբ որ նեղությանդ մեջ դու գիտես Հիսուս իմ հետ է, երբ որ այդ փոթորիկի մեջ դու գիտես նավակիդ մեջ Հիսուս նստած է, այդ ջրերը չի մտնելու քո մեջ։ Կողքերը թող փոթորիկ լինի, թող ինչ ասեմ, ալեկոծությունը լինի, ջրերը հելնեն, քո մեջ չեն մտնելու։ Որտեվ քո մեջ Հիսուս է բնակվում, որտեվ քո նավակում է նա, ամեն, եւ Հովսեփը գիտեր, որ իր նավակի մեջ է Հիսուսը, գիտեր, որ Աստված իր հետ է, եւ երբեք ամբողջ փորձությունների մեջ 1000 անգամ կարդացել եմ այս պատմությունը եւ դարձյալ կարդում եմ եւ կարդալու եմ, երբեք միտեղ չի տրտնջում այս տղան, երբեք չի ասում, որ բայց ինչու, եթե դու իմ հետ ես Աստված, ինչու պիտի իմ հարազատ արունակից եղբայրները իմ հետ դաժան վարվեն, երբեք։ Եղբայրները խաբել էին հորը, ասել էին գազանները կերել են Հովսեփին։ Եվ պատկերացեք այդ հոր սուքը, վիշտը, այդ եղբայրների, թույլ տվեք ասեմ, զզվելի վիճակը, հա, անցավ ժամանակ։ Փարավոնը երազ տեսավ եւ Հովսեփը մեկնաբանեց երազը։ 7 տարի ասեց լինելու է օրհնություն, 7 տարի հետո սով է գալու երկրի վրա, աշխարհի վրա։ Եվ երազը մեկնաբանելուց հետո Փարավոնը, որ տեսավ Հովսեփ Աստծո մարդ, ընտրված մարդ է, որոշեց նրան վերակացու դնի իշխան լինելու ամբողջ Եգիպտոսի վրա։ Դուք պատկերացեք, ստրկությունից վաճառված ստրուկը դառնում է իշխան Իսրայելի վրա։ Աստծո գործերը նայեք։ Եվ այդ ժամանակ 7 տարի այդ լավ օրհնված կյանքից հետո եկավ 7 տարի սով։ Երբ որ եկավ սովը, այդ սովը նաև մտավ Հակոբի տուն, այսինքն Հովսեփի հոր եղբայրների տուն։ Եվ Հակոբը լսել էր, որ ցորենա ծախվում Եգիպտոսում, ուղարկեց որդիներին գնացեք առեք այն։ Երբ որ նրանք գնացին առնելու ցորեն,
Ուշադիր լսեք։ Պատմությունը շատ երկար է, եթե ես հիմա հատ պատմեմ, շատ երկար է տևելու, ուղղակի կենտրոնանանք իմաստի վրա։ Երբ որ Մովսեսը նրանց հայտնեց ով է ինքը, որ իրանց եղբայրն է, դուք պատկերացեք ուղղակի մի պահ եղբայրների դեմքը, ապշած, ամոթահար եղած կանգնած էին։ Գիտեք ինչ արեց Հովսեփը։ Ցնծող է ուղղակի պատկերացնել դա։ Ես հաստատ կխփեի կամ մի բան կանեի։ Անկեղծանում եմ ձեր, մի բան կանեի, մի բնաց կտայի, որ դուք ինձ ինչ եք այսքան տարիներ տանջել։ Դուք կանեիք դա։ Հովսեփը գիտեք ինչ արեց։ Ասում է գրկեց եղբայրներին եւ սկսեց լացել։ Լացելով այս խոսքերը ասաց եղբայրներին, ասաց՝ մի վշտացեք, որ ինձ ծախել եք Եգիպտոս, սա դուք կամա չեք արել, Աստված թույլ տվեց սա լինի, որ այս օր, երբ որ պիտի գար սովը, ես ձեր պատճառը դառնայի, որ դուք կարողանաք սովից չմեռնեք, ապրեք։ Եվ ուղարկեց եղբայրներին, որ գնան իրանց հորը բերեն եւ օրտնվեն այդ հարստությունով, որտեղ ինքը իշխան էր, բերեց առոք փառոք պահեց իր եղբայրներին։ Դուք մի հատ արձագանք նայեք, գիտեք, սա մարդ էր անողը եւ իրական պատմություն է սա։ Ինչ արեց, ներեց առանց մեղադրելու, չխայտարակեց, չթողեց նրանց ամոթը խայտարակվի, այլ պարզապես պարտքը, վրդովմունքը իր մեջի, վերջապես մարդը, հա, իր մեջ կունենար այդ հուսահատությունն ու հիասթափությունը, այդ ամենը ասմատ չեղյարկեց, չի եղել ոչ մի բան, ես ձեզ սիրում եմ, դուք իմ եղբայրներն եք եւ ես ձեզ օգնելու եմ դուրս գաք այս վիճակից։ Սա Աստծո ոճն է։ Եթե մենք փափագում ենք, որ ապրենք Հիսուսի նման, որ մարդիկ մեզ նայեն ու տենան Տերը մեր մեջ է բնակվում, մենք պետք է այսպես ապրենք։ Մենք պետք է ամեն անգամ ներենք եւ բաց թողենք, մոռանանք, չհիշենք, մատնացույց չանենք, ամեն հեշտ է, ես անում եմ, ոչ ամեն ժամանակ, ես էլ Արմանն էլ պայքարում ենք սրա դեմ, ձեզ չթվա, որ հովիվներ ենք, ուրեմն մենք առավել եւս մենակ Տերը կարող է սա մեր միջով անել, միայն Տերը կարող է մեզ տալ այդ ուժը, զորությունը, իմաստությունը ներել ու մոռանալ, ով այստեղ կուզեր ինքը ներվեր, բայց Աստված գոնե շաբաթը մեկ հիշացներ իր մեղքերը։ Ոչ ոք, հանձինս, մամա դու կուզեի, ձերա բարձացել ասմա ես, հանձինս ես չէի ուզի։ Սա չի նշանակում ձևացնել, որ չարիքը տեղի չի ունեցել, ճիշտ հասկացեք ինձ, մարդիկ կան այնքան բարդ է դրանց ներելը, սա չի նշանակում, որ չարիքը տեղի չի ունեցել, կամ ցավը նշանակություն չի ունեցել քո համար, Արզապես լինելով Աստծո զավակ, ընտրություն ես կատարել, որ դիմացինը, որ ապաշխարում ու ներում է, խնդրում, ես չեմ խոսում, քեզի չզղջացող, չապաշխարող մարդուն բաց թող, ների ու բաց թող, բայց այն մարդը, որ կգա քեզ ներողություն կասի ու կզղջա իր արածից, էլ նրա մեջ guilt մի բեր, մի հիշացրա, քո սիրով ներիր նրան, ամեն։ Ղուկաս 6:37 համարը, եւ մի դատեք, եւ չեք դատվի, մի դատապարտեք, դատապարտելը հենց սա է, հիշեցնել, խայտարակել, հա, ասում մի դատապարտեք եւ չեք դատապարտվի, արձակեցեք եւ կարձակվի։ Եկեք աղոթ կանենք, եկեք ոտքի վրա աղոթ կանենք, մեր գլուխները խոնարեցնենք,